Ողջույն բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք կզրուցենք հայագետ, նաև տնտեսագետ Արտուր Ալմինի հետ։ Բարև ձեզ, պարոն Ալմին։ Բարև ձեզ։ Վերջի դեպքերի հետ կապված ես ակնկալիք ունեմ ստանալ ձեզանից պատասխաններ, իմանալով հանդերձ, որ դուք փայլուն տիրապետում եք ամերիկյան տնտեսության մանրամասնություններին, քաղաքական իրավիճակին եւ համաշխարհային անցուդարձին։ Հա, ինձ եւ մեզ լսողներին խնդրում եմ ներկայացնել ինչ է նշանակում Իրանից այսօրվա վիճակով Թրամփի ուժը կոչվածը Հայաստան դες պարագայում պարտներա վասալ թե նույնիսկ զո մեզ ինչ կարգավիճակա հատկացված խնդրեմ Շատ բարի։ Միանգամից ասեմ, որ դա վասալային կարգավիճակ է, նույնիսկ այդ տոկոսները, չէ որ անցումի հետ կապված տոկոսն է, այլ ոչ թե կարճացած բեռների արժեքի։ Այդ անցումի հետ կապված տոկոսը 74 եւ 26 արդեն ցույց է տալիս հստակորեն, որ դա վասալի կարգավիճակ է։ Սա իր հերթին։ Հիմա, երբ որ ձեր հարցը դրեցիք ավելի մեծ համաշխարհային ինչ է տեղի ունենում, մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակաշրջանում, որովհետև եթե մինչև այդ գոնը կային ինչ-որ սահմանափակող չափորոշիչներ, ես նկատի ունեմ միջազգային իրավունքը գոնը ինչ-որ չափով կիրառվում էր աշխարհի գերպետությունների կողմից։ Այսինքն ուրիշի տարածք չմտնել եւ այլ։ Ճիշտ է, մենք կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի ոտնահարումներ բազմից եղել են, այդ թվում Իսրայելի կողմից, այդ թվում ուրեմն Աֆղանստան ամերիկյան զորքերի մուտք գործելով եւ այլ։ Բայց եթե հիշում եք, Վարդան ջան, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բուշ կրտսերը այդ հարցը դրեցին Միացյալ Ազգերի լիգա ՕՕՆ-ի քննարկմանը եւ ճիշտ է խաբեությամբ թեկուզ գրպանից հանեց, չէ, որ իբր այնտեղ բան կա Իրաքի ռադիացիոն ինչ-որ նյութ կա Իրաք մտնելու համար, բայց դա գոնը քայլ էր ձևական, որպեսզի ՕՕՆ-ը, այսինքն միջազգային ազգերի լիգան, ուրեմն կողմ քվեարկի այդ առումով, որի պատճառով իրենք մտան։ Հիմա տեսնում ենք, որ այդ գոնը ինչ որ չափով, սենց ասեմ, ոչ թե լիարժեք, բայց միջազգային իրավունք հասկացողությունը ընդհանրապես չի աշխատում։ Թրամփը մի օր քնում է, մտնում է Վենեսուելա պրեզիդենտ է գողանում, հաջորդ օրը ասում Գրենլանդիան է ուզում գրպանը դնի, առանց հասկանալու, որ, то есть լավ էլ հասկանալու, որ դրանով փաստորեն լեգիտիմացնում է Պուտինի Ուկրաինա մտնելու, այսինքն ինքը իր ստորագրությամբ ընդունել է, հա, Ուկրաինայի սուվերենությունը, հետո ոտնահարել է։ Առանց պատերազմ հայտարարելու մտնել է եւ այնտեղ եթե մենք տեսնում ենք գոնե այն կադրերը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից ոչ բանով չի տարբերվում, ամբողջ քաղաքները ոչնչացած էսպիսի վիճակում են։ Եվ փաստորեն Միացյալ Նահանգների այսօրվա Սպիտակ տան նստող ղեկավարը այդ իր ոստացող քայլերով թվացյալ, այդպես թվում է, ուրեմն կարծես օրինականացնում է, լեգիտիմացնում է, հա, Ռուսաստանի գրոհը դեպի Ուկրաինա եւ այդ տարածքների գրավումը եւ այլն։ Սա շատ վտանգավոր է։ Փաստորեն նույն խնդիրով եթե մոտենայինք, ապա Արցախյան վերջի պատերազմը ընդհանրապես իրավունքի հետ կապ չուներ։
Եվ իհարկե այնտեղ հաշվի չէր առնված այդ ժողովրդի մարդու իրավունքը, ազգի ինքնորոշման իրավունքը իր հերթին։ Եվ սա շատ վտանգավոր նախադրյալներ է ստեղծում այսօրվա համաշխարհային ուրեմն քաղաքականության մեջ։ Եթե չի աշխատում միջազգային իրավունքը, ամենայն դեպս բոլորս գիտենք, որ Միացյալ Ազգերի լիգան իր առջև դրված եւ բոլոր երկրների կողմից ստորագրված որոշակի օրենքների եւ օրինաչափությունների հիմքով ստեղծել է միջազգային մի կազմակերպություն, որ ամեն 20 տարին մեկ չլինի պատերազմներ եւ հատկապես համաշխարհային պատերազմ։ Դա սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ իրավունքը ընդհանրապես այդ ստեղծող ընդ որում Միացյալ Նահանգներն է։ Դա որպես պրոյեկտ Ռուզվելտի ծրագիրն էր, որին սատար կանգնեց եւ Ստալինը, եւ Չերչիլը, եւ եվրոպական մնացած երկրները, եւ դա կյանքի կոչվեց ու բոլորին ձեռք էր տալիս, որ գոնը ինչ որ օրենքներով առաջնորդվեն եւ ոչ թե ուրեմն ով քնի ով զարթներ, այսինքն մենք չենք գտնվում միջնադարում կամ էլ ասենք թե ավելի հին ժամանակներում, երբ որ մտքի նեկածը կամ որպեսզի չլինեն գենոցիդներ, ցեղասպանություններ, որպեսզի չլինեն, այդ միջազգային իրավունքը աշխատում էր։ Այսօր դա չի աշխատում։ Սա մեկ, մյուս կողմից ուրեմն այսօր ամբողջ աշխարհը ապրում է պարտքային վիճակում։ Ասեմ ինչ նկատի ունեմ։ Հիմա բոլորից քաջ հայտնի է, որ Միացյալ Նահանգները ունեն 34-ից մինչև 35 տրիլիոն դոլարի ուրեմն պարտք։ Ուրեմն համաշխարհային ամբողջ տնտեսության հնան կազմում է 75-ից 78 տրիլիոն դոլարի 80 ասենք 80 տրիլիոն դոլարի արժողություն։ Ուրեմն բոլոր փողերը որ կան, ես խոսում եմ եւ ռուբլին, եւ յուանը, եւ եվրոն, եւ դոլարը որպես այդպեսին, ուրեմն փող հասկացողությունը որպես այդպեսին պետք է ըստ տնտեսական դասական վիճակով լիներ նույնքան կարող է գերազանցել 10-15%-ը նայած հանգամանքներին, բայց այսօրվա թղթե իսկ դա հենց այդ պարտքն է, այսպես ասած, այդ թղթե օդապարիկը ինչքան գումար կա, ուրեմն 150-ից մինչև 160 տրիլիոն դոլարի է հասնում, ըստ կա որ 125-ից են հաշվում եւ այլն, կա մի քանի հաշվարկներ, համենայն դեպս առնվազն ուրեմն 70%-ով կամ կրկնակի գերազանցում է համաշխարհային հնան։ Այսինքն բոլորը իրար այսպես ասած պարտք են։ Երկրների մասին է խոսքը։ Եվ այդ փուչիկը ու բոլորը այսպես ասած դավերյա բառը օգտագործեմ ռուսերեն trust-ի հիմքով է այդ որ գնում որ վճարունակ է ուրեմն էլի կտա կամ ես կտամ պարտք տուր վճարունակ այս ամբողջ ցանցը եթե հիշում եք 2008 թվականին Միացյալ Նահանգներում տնտեսական ճգնաժամը պայթեց պատճառը նրա մեջ էր որ վարկերը տալիս են եւ բոլորը տներ առան ու տաների գներն էլ թրան աստղանիշ թվերի հասան այսպես ասած ինչն էր խնդիրը տալիս էին վարկեր այսինքն բանկը տալիս էր պարտք իմիջայլոց բավականին ցածր տոկոսով եւ հեչ կապ չուներ քանի տարվա ուրեմն ինքը
այդ իր փաստաթղթերը տա, չէ, հանձնի բանկին, որպեսզի բանկը որոշի նա վճարող ունակ է, թե ոչ, ինչքան եկամուտ ունի, եթե հիշում եք, միայն վերջի 3 ամսվա եկամուտ էին ուզում, այն էլ ինչ ասես սարքում էին, դեմ են տալիս, որպեսզի ու շատ հեշտ հաստատում էր բանկը։ Եվ ինչ ստացվեց, դա սարսափելի պայթեց ու հետևանքը այն եղավ, որ եւ էկոնոմիկան եւ վերջի հաշվով այդ պարտքը հասարակ մարդկանց գլխին է պայթում ու դա սարսափելի վտանգավոր է։ Օրեգոն քաղաքում իմիջիայլոց այդ ժամանակ ես անցել եմ ընդեղով, մոտ մի շաբաթ եղել եմ, ուրեմն Օրեգոն նահանգում դուք պատկերացնում եք, սենց ամբողջ փողոցի երկու երկայնքներով տների վրա այս մաները դրած փակ բանկը վերցրել է ու ընտանիքները երեխեքով, հա, փոքրիկ երեխաներով եւ այլն մեքենաների մեջ։ Ես դա տեսել եմ աչքով 2008-2010 մինչև ձգվեց 12 թվականը։ Այսպես մի հատ ահավոր վիճակ էր։ Դե Միացյալ Նահանգների միջին նահանգներում նույնպես ավելի սարսափելի վիճակներ է եղել։ Այսինքն այդ պարտքը եթե պայթում է առաջի հերթին, ուրեմն տվյալ ժողովրդի սովորական ժողովրդի կյանքից, հա, սովորական ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ, ուրեմն ցածր միջին, հա, սոցիալական բավարարություն, նույնիսկ բարձր, բայց ոչ թե սահմանը, հա, ամսական $1,000,000 ունեցող, այսպես ասած, սահմանը չանցնող այս եկամուտներ բոլորը փոշիացան եւ տուժողը եղավ ոչ թե խոշոր բանկերը, այլ հակառակը տուժողը եղավ հասարակ ժողովուրդը։ Հիմա ինչ ենք մենք խոսում տնտեսությունից, Վարդան ջան, որովհետեւ ուրեմն տնտեսական եւ շահերի իրավիճակներն են ստեղծում քաղաքական նկրտումները, մոտեցումները եւ քաղաքական կոնցեպտները։ Այս առումով եւ միայն չկա մաքուր քաղաքականություն։ Նույնիսկ դասական տնտեսագիտությունը հետաքրքիր բան ունի, ասում է քաղաքականությունը դա սեփականության շահերի հիմքի վրա ածանցյալ է, ստվերն է, իրականում ռեալ հիմքի վրա, գետնի վրա, դա ուրեմն կողմերի շահերն են, որի պաշտպանությամբ կարճ ասած կամ դիվանագիտական խոսակցությունները կամ կարճ ասած քայլերը, նույնիսկ ռազմական, հա, ինտերվենցիան եւ այլն, դա արդեն այդ շահերի հիմքի վրա հիմքով առաջացած ուրեմն ածանցյալն է, այսինքն արդեն արդյունք։ Հիմա Միացյալ Նահանգները ունի սարսափելի մեծ պարտք, իմիջիայլոց Հայաստանը նույնպես ունի շատ մեծ պարտք։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում մեր արտաքին պարտքը հասնում էր $1,000,000,000, Ռոբերտ Քոչարյանի օրոք դա պակասեց $200,000,000-ով, Սերժ Սարգսյանի օրոք դա աճեց հասավ մինչև 4-5 միլիարդ, այստեղ կարող է մի թեթև մեկ միավոր այս կողմեն կողմ սխալվեմ, դեմ լավ չեմ հիշում, ապա 6 միլիարդ էր։ Ինչպես? Ասեմ 6 միլիարդ ասել։ Հա, 6, ասենք, ապա սրա օրոք անցնում է 9 միլիարդից։ Հայաստանի, ինչպես? 9 միլիարդ ավել փող է վերցրել արդեն, ոչ թե 9 միլիարդից, 14.5 միլիարդ Հայաստանի պաշտպանություն։ Հա, ուրեմն 9 միլիարդ վերցրել։ Դուք պատկերացնում եք, սա Հայաստանի տարեկան բյուջեն չի գերազանցում 4 միլիարդը։ Հիմա այդ թվերը սկսել են շատ սիրուն նկարել, բայց փաստորեն տարեկան բյուջեի եռապատիկը, հա, մենք ունենք որպես պարտք։ Եթե 14.5-15 առասնում, ուրեմն սա շատ վտանգավոր է, փաստորեն մենք պարտքով ապրում ենք, այսպես,
Նույնը մի շարք երկրների առումով։ Միացյալ Նահանգներն էլ այդ վիճակում են։ Հիմա դուք ձեր հարցի մեջ նաև տվեցիք ուրեմն BlackRock ընկերության անունը, որտեղ իրար գլխի է հավաքված այդ շահառուների, այսպես ասած, աշխարհի 500 ամենախոշորագույն ուրեմն ընկերությունները իրենց գումարները որպես ավանդ, հա, այդ կազմակերպության BlackRock-ի միջոցով են, այսինքն այդ փողերի իշխանությունը արդեն ուղղորդված խնդիրներ է լուծում, բայց կա Ֆեդերալ ռեզերվը վերջի հաշվով ամբողջ աշխարհը որ պարտկեում է պարտք, չէ, այդ հարցը կա։ Այսինքն այդ միջազգային փող տպող մեքենան ում ձեռքն է, դա Միացյալ Նահանգների պետության ձեռքին չէ, ուրեմն Ֆեդերալ ռեզերվը անունն է Ֆեդերալ, դա մասնավոր բանկ է, 12 բանկերից կազմված, 12 բանկերի ընկերակցություն, այսպես ասած։ Ուրեմն նախկինում որ այդ պրոյեկտը Միացյալ Նահանգներում հրեց առաջ, որպես իրականություն ստեղծի, դա 1913 թվականի դեկտեմբերի 24-ին դրվեց Սենատում հաստատելով կոնգրեսում եւ այլն, դեկտեմբեր 24-ին եւ հաստատեցին ի հեճուկս Միացյալ Նահանգների սահմանադրության, որտեղ հստակ գրված է, որ ուրեմն պետության փողը մասնավորը իրավունք չունի տպելու։ Նման դեպքեր Միացյալ Նահանգներում էլի եղել են։ Առաջինը դրա դեմ դուրս է եկել հենց Ջորջ Վաշինգտոնը, ինչ էր նշանակում ազատագրվել, որովհետև բրիտանական գաղութ էր եւ նրանք այդ փողային խնդիրներով, սահմանափակումներով այնպես խեղդեցին, որ արդեն ապրել հնարավոր չէր եւ նրանք արդեն ջղայնացած ոտի կանգնեցին, այսինքն ոչ միայն ներքևի մարտիկ, այլ նաեւ կարճասած ղեկավարությունը սա իր հերթին հետո բանկը բրիտանական Լոնդոնի բանկը հարյուրքանի տարի հետո նորից երկրորդ անգամ մտավ փող տպելու հետ կապված, դա այն ժամանակ կոչվում էր First National Bank եւ ուրեմն 20 տարի գոյատևեց ուրեմն նույնիսկ այս green box-երը տպելու հետ կապված, հա, քանի որ սկսեց քաղաքացիական պատերազմ, հա, հյուսիսի եւ հարավի մեջ, իսկ հարավին ֆինանսավորում էր էլի բրիտանական ուրեմն կայսրությունը, այսպես ասած, հյուսիսի դեմ, եւ Աբրահամ Լինկոլնը չունենալով վճարի որևիցե ձև նրան հուշեցին, որ դու ես պրեզիդենտը, տպի ուրեմն փողը եւ այդտեղից գնաց green box հասկացողությունը եւ տպեց ու ասեց սա է օրինական փողը, մնացածը այդպես չի ու կարողացավ այդ հարցերը լուծել եւ այն ժամանակ էլ փաստորեն հիմքում եթե նայում ենք, մենք արդեն այդտեղ փողի խնդիր ունենք, որտեղ այդ փողը էլի իրանց բանկն էր, հա, Անգլիայի հովանավորության տակ եւ վերահսկման տակ Միացյալ Նահանգներում ուրեմն այդ բանկը ուրեմն սատարում էր հարավին։ Այդտեղ էլ սպանվեց 86 տարի հետո նորից գլուխ բարձրացրեց, այդ ժամանակ էլ կարճ ժամանակով, այդ ժամանակ էլ Անդրյու Ջաքսոնը ոչնչացրեց այդ բանկին։ Եվ ամերիկյան սահմանադրության մեջ մտավ այդ կարևոր կետը, որ շրջանառության միջոցը, որ փողը, այսպես ասած, իրանք չունի մասնավորը ընկերություն, ուրեմն տպի շրջանառությունը վերահսկի եւ այլն։ Բայց պաստորեն Ֆեդերալ ռեզերվը արդեն 100 եւ ավելի տարիներ այդ եւ տպում եւ վերահսկողությունը իրականացնում է։ Անկախ նրանից ինքը մեզ դա ինչով է վերաբերվում։ Մեզ։ Հա, այստեղ հիմա գալիս եմ դրան։ Ուրեմն եթե առաջ երկրորդ համաշխարհային պատերազմում դարավ միջազգային փող 1946 թվականին,
Եվ նրա հետևում ոսկու վրա էր հիմնված, իբր, հետո տեսան, որ դա հիմար մոտեցում է եւ այդ ռեզերվները այդ թուղթը պետք է տաս ոսկի ստանաս, այդ ռեզերվները արդեն ոչնչացել են, ուրեմն 1973-4 թվականներին ամերիկյան պրեզիդենտը հայտարարեց, որ այդ ժամանակավոր վերացում է ոսկու հետ հիմնված հա այդ հարաբերությունը եւ դոլարը դառնում է պետրոդոլար, նավթի դոլար։ Գալիս է մեզնեն։ Այս նավթի դոլարը ինչու՞մ է կայանում, այսինքն աշխարհում մեծականակ օգտվի են ասում ռուսերեն։ Ով նավթ գնի, աշխարհի որ երկիրը, որ ընկերությունը նավթ գնի կամ վաճառի, պետքա դոլարով վճարի կամ այս ամբողջը։ Եվ ինչ է ստացվում, ապրանքը գալիս է թղթի տակ մտնում է, այդ թուղթը սարքում է փող։ Հիմա Ադրբեջանի նավթը ահավոր որակյալ նավթ է։ Ադրբեջանում չի միայն որ կա, առաջ եթե այնտեղ ուրեմն British Petroleum-ն էր, ապա դա վաճառվեց ուրեմն ամերիկյան ընկերություն, այսինքն հիմա մենք խոսում ենք Հայաստանի հետ կապված այդ Թրամփի ուղի մասին, չէ՞։ Փաստորեն Ադրբեջանում Ադրբեջանի այդ նավթի 31 ամբողջ 1500%-ը 31-ը դա հաստատ հիշում եմ, ուրեմն որը ահռելի չափաբաժին է, հասկանում եք, գտնվում էր British Petroleum-ի ձեռքին։ Փաստորեն այդ ակցիաները առավ ամերիկյան ընկերությունը նավթային ExxonMobil եւ դրա հետ միասին կառուցվում է այդ ուղին։ Հիմա կարծեմ դուք էլ ցուցադրել եք ձեր մոտ, հա, որ գետնի տակից ուրեմն այդ ուղիների, հա, այդ թունելները բան լրիվ պատրաստեն, պետք է Հայաստանի տակով անցնեն եւ այլ գնան։ Այսինքն այնտեղ միայն գնացքի ճանապարհի մասին չի խոսքը։ Եթե ամերիկյան փողատերերի այդ ընկերությունների այդ ամենահսկա նավթային ընկերությունն է, հա, British Petroleum-ից ավելի հզոր։ Համաշխարհային առաջի մեծ ընկերությունն է։ Եթե արդեն իր շահերը ունի Ադրբեջանում, ապա համոզված եղեք, որ այս Թրամփի ուղի կոչվածը բառացիորեն պարտադրված է, որպիսի ինքը իր ապրանքը հանի դեպի իր ուզած շուկան, ոչ միայն Վրաստանով, այլ ավելի կարճ ճանապարհով Հայաստանով այդ Զանգեզուրի միջանցքով, այսինքն մենք ոչ միայն խոսում ենք վերընթաց ուղիների մասին, վերընթացն էլ կա, որովհետև այդ նավթի հետ կապված մշակման կամ առաքման կամ նավթային արդեն կիսաֆաբրիկատ ապրանքների տեղափոխման հետ կապված ինքնարժեքի ցածրության առումով անհրաժեշտ է կարճ ճանապարհներ, Վարդան ջան։ Ու եթե գտնում են մի հատ, հենց մեր զրույցի սկզբում շատ լավ դրեցիք խնդիրը։ Ուրեմն խնդիրը դրեցիք վասալ, հա, եւ մյուս բառը դա վասալ թե պարտնյոր։ Նույնիսկ վասալ բառը Վարդան ջան մեղմե, որովհետեւ կտան մի հատ կարճ ասած վասալ, որին պարտադրեցին, որ այդ ճանապարհը պետք է տա, լավ, քեզ 26% թուլի փայ կտանք, եւ մեր ապրանքը պետք է հանենք, որտեղ պետք է ինչ-ինչ։ Այսինքն, եթե Ադրբեջանը ինչ պայմաններ դնում է, իսկ ինչու օրինակի համար կար ծրագիր ադրբեջանա-թուրքական, որպեսզի երկու կողմով մտնեն, այս խառը, երբ որ միջազգային իրավունք արդեն չի գործում, այս խառը իրավիճակում Հայաստանը գրավեն։ Բայց ամերիկացիներին դա ձեռ չտվեց։ Ինչու՞։ Որովհետև եթե կարճ ասած ամեն ինչ ընկնում է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ, դա ձեռ չի տալիս Միացյալ Նահանգներին։ Դա հին անգլիական ձև է։ Միշտ պահես հակառակորդ, հա, որպեսզի կոնտրոլը, վերահսկողությունը քո ձեռքը մնա։ Որովհետև եթե հիշում եք, Կուբայում ամերիկացիներն էին ամբողջովին
մյուստեղ եւ այլ, բայց քանի որ մենակ ամերիկյան ընկերություններ եւ Կուբա իշխանություններ, ապա ի վերջո այն ժողովուրդը ոտի է կանգնում, ինքը կորցնում, հա, կամ եթե չէ այդ իշխանությունը փոխում է իր ուրեմն քաղաքական դիրքորոշումները եւ այդտեղ արդեն այդ ընկերություններն են, հա, տուժում։ Իսկ երբ որ կա տարածքային հարց, չլուծված հարց, ժողովրդի խոսքս հայ ժողովրդի մասին է, ուրեմն անարդարացի խեղդելու վիճակ, որ ամեն րոպե, եթե սատարում լինի, ոտքի կկանգնի եւ այլ, դա ձեռ է տալիս։ Դա ձեռք է տալիս այդ ամերիկյան ընկերություններին, որովհետեւ ինքը ինչ որ ձև պետք է նաև վերահսկի Ադրբեջանում իր ունեցվածքը առավել եւս տեղափոխման, փոխանցման խողովակները որպես այդպեսին։ Եվ դրա համար օրինակի համար Վրաստանի վրացական իշխանությունների արդեն ոչ արևմտամետ քաղաքականությունը, եթե հիշում եք, Բայդենին այնպես անհանգստացրեց, որ նրանք Վրաստանի նկատմամբ հայտարարություններ արեցին, հա, եւ այլն, նույնիսկ բաներ ընդունեցին, օրենքներ եւ այլն, հակավրացական, երբ որ Վրաստանը լրիվ արևմտական էր, դրանից շատ ավելի առաջ։ Ինչու՞, որովհետեւ Վրաստան դա նշանակում է նաեւ էներգակիր ուղիների փոխանցումն է։ Վերջի հաշվով ադրբեջանական նավթը, որպես այդպեսին, իմիջիայլոց դա շատ բարձր որակի նավթ է, որից ոչ միայն վառելիքի մասին ենք խոսում, այլ բազմաթիվ տասնյակների հասնող, ուրեմն այդ նավթից ապրանքներ ստեղծելու, հա, մասին է, որը շատ ավելի թանկ է։ Հիմա այսինքն եւ դեպի Վրաստան, եւ դեպի Հայաստան այդ ուղիները, նաեւ Միացյալ Նահանգները, այդ ամերիկյան կամպանիները հետաքրքիր բան արեցին, իրենք Վրաստանի փոխարեն ունեցան ալտերնատիվ ճանապարհ Հայաստանով։ Եվ ձեր ասած վասալի չոքացրած բայել իրանք ձեռ է տալիս, որովհետեւ վասալը, եթե իմ տարածքով անցնող բեռը միջազգային օրենքով ասենք թե պետքա վճարի $1 մի տոննային, չէ՞։ Բայց փաստորեն 74%-ը ուրեմն անցնում է այդ ամերիկյան ընկերությանը, իսկ 26%-ն է անցնում Հայաստանին։ Իսկ ներդրված գումարը մի եսիմ ինչ չի, $150 միլիոն է, որը բառացիորեն 2-3 ամսում այդ ոսկի, հա, ինտենսիվության առումով էդի կփակվի, մնացածը բոլորը եկամուտ է։ Այս առումով, այո, դուք ճիշտ եք, սա վասալային վիճակ։ Ինչու է Թրամփը Գրենլանդիան բոլորը լսել են լուրերը, որովհետև քանի որ սառույցները հալում են արդեն գետնի տակից շատ ավելի էժան ձևով կարող ես հանել եւ բազմաթիվ շատ են եւ ոսկին եւ ամենակարևորը այդ չիփեր արտադրելու հետ կապված ուրեմն էլեմենտներ կան, որոնք շատ քիչ են աշխարհում եւ Չինաստանը աշխարհի այդ պաշարների, հա, լիթիումը եւ այլ այդ պաշարների մեծ մասերը հասցրել է ուրեմն պայմանագրերով իրենով անել եւ հիմա այդ Գրենլանդիան շատ ձեռնտու է։ Փաստորեն Վարդան ջան, այսօր գնում է վարակույրների հետևում գերպետությունների առևտուր։ Առևտուր է գնում սա սրա հետ եւ այլ եւ այստեղ փոքրերը որպես մետաղադրամ կամ փոխանակման կամ զիջման առումով փոքր երկրների մասին է խոսքը, սրանք միշտ տուժում են։ Եվ գիտեք ինչ, մենք ասում ենք ռուսները մեզ ծախեցին որպես դաշնակից եւ այլ, ընդ որում այնքան հիմարաբար, որ իրանք շահերը չհասկացան Կովկասում։ Բայց նույն Ուկրաինային հիմա որպես առևտրի խաղաթուղթ ասեմ, քեզ օգտագործում են, չհաշված որ այնտեղ 100,000 մարդիկ են զոհվել, այդ տարածքները անմարդաբնակ է դարել, այդ երկրից տասնյակ միլիոն մարդ է դուրս եկել, հեչ կապ չունի, թքած ունենան։ Վերջի հաշվով որ հաշվես գենոցիդ է, չէ, բայց թքած ունենան։
անբարոյական աշխարհը արդեն ունի նույնիսկ միջազգային իրավունք ասացի, հա, այդ քիչ թե շատ զսպաշապիկ օրենքները դրանք չեն գործում։ Իսկ վերջում էլ սա ասեմ, նայեք, մեր օրերը նման են 20-րդ դարի, 100 տարի առաջվա առաջի կեսին, երբ տեղի ունեցավ առաջի համաշխարհային պատերազմը։ Կարծես 100 տարվա, մոտ 100 տարվա այդ շրջապտույտը անելով գալիս է նույն տեղն է կանգնում պատմությունը։ Զարմանալի է, բայց զուգահեռները շատ են։ Այսօր աշխարհում բոլոր գերպետությունների եւ ոչ միայն, հա, այսպես ասած, խոշոր պետությունների, տոմարները նույնպես, ուրեմն ղեկավարները դրանք դիկտատորներ են։ Թրամփի ամբողջ վարքագիծը դիկտատորի վարքագիծ է։ Սի Զինպինը դիկտատոր, Պուտինը դիկտատոր, Էրդողանը դիկտատոր։ Այս մեր հայվանն էլ է ներսում դիկտատոր։ Բանը Ադրբեջանի ղեկավարը դիկտատոր, Լուկաշենկոն, Լուկաշենկոն դիկտատոր, այսինքն նայում ես բոլորը այսպես ծաղկեփունջը sense ասած դիկտատորների հավաքականություն է։ Երբ որ մենք գնանք շատ չէ, մի 10 տարի առաջ այնտեղ միջազգային իրավունքը էս չասեց, ինչ ասեց, sense այսպես այնպես։ Եվ դրանց ֆոնին ընդ որում դրանք միջակությունից ցածր մարդիկ են։ Դրանք Չերչիլը, Ռուզվելտը կամ Ստալինը չէին, նրանք շատ խոշոր քաղաքականապես հերրու մտածող եւ կարծես շատ խոշոր անհատականություններ են։ Սրանք այդպեսին չեն։ Սրանք են կիսագրագետ կանաչի ծախող չարչիներն են։ Ինչ թեթև բացառություններ կարելի անել, որոնք բառացիորեն դիկտատոր են, չունենալով աշխարհաքաղաքական հայեցակարգ եւ չունենալով հերրակա քաղաքական, այսինքն 10, 20, 50 տարվա կտրվածքով քաղաքական, ուրեմն ծրագրեր որպես այդպեսի։ Դրա համար էլ աշխարհը այս վիճակում է ու սա շատ սարսափելի վտանգավոր վիճակ է հատկապես փոքր պետությունների եւ հատկապես մեր տարածքում, հա, այսինքն նկատի ունեմ մեր տարածաշրջանում մեր նման փոքր պետության առումով իսկապես վտանգավոր է, երբ որ մեր աչքի առաջ տեսնում ենք 89 միլիոնանոց եւ ավելի միլիոնանոց Իրանը, որը գերկենտրոնացած համակարգ ունի, այնտեղ թեոկրատական պետություն է, էլի, կրոնապետություն է։ Եվ նա կարողանում են այդ վիճակի մեջ գցել, դրսից խեղդել տնտեսապես, ներսից ուրեմն փորձել ուրեմն քաղաքացիական ուրեմն պատերազմ ստեղծել եւ այլն։ Մենք իսկապես շատ վտանգավոր վիճակում ենք։ Այդ քանը ձեր հարցին մի քիչ երկար պատասխանեցի, բայց սիրով ցույց ես մի քիչ մեծացնել։ դետալների մեջ։ Հիմա լավ արդեն հասկացանք, որ մենք վասալային կարգավիճակում ենք այս հարաբերությունների մեջ, հայտարարություն տարածեց, որ նույնիսկ ստրկական, որտեղ վասալը դեռ ինչ որ ստրկական իրավիճակում ենք։ Եվ գիտեք ինչ, մի քանի կողմից, էս էլ ասենք, էլի Վարդան ջան։ Հիմա նայեք, պետություն դա նշանակում է հիմնական հարստություն, տվյալ երկրի հիմնական հարստությունների տեր։ Այսօր ռուսական ներկայությունը այստեղ, քանի որ ինքը պահում է, հա, սահմանապահն, այնտեղ բազա ունի եւ այլն, բայց դրա հետ միասին նա հայկական երկաթուղիների տերն է, մեկ ատոմակայանը ինքն է կարծես ղեկավարում ու բանանում է, ամբողջ էներգետիկան իր ձեռն է, երկուս գազը եւ այլն, այսինքն ահռելի մասը բաժինը։ Հիմա այն կողմից էլ մի հատ ուրիշ գազան է մտնում, Միացյալ Նահանգները, հա, ու այնքան աղմախ է, այսօր ես լսեցի, որ կարծես հեռուստացույցով վարչապետը խոսեց, ասում է, բա մեր շահերը չեք տեսնում, ինչ լավ է, ընդեղից այն ստացանք 10%, 20% պակաս արժեքով եւ այլն, sense բաներ է խոսում։ Ընկեր, նախ կարծես այդ
Վառելանյութը հիմա գները ընկել են ում ես խափում, հասկանում ես այսքան պակասով, այս Ամերիկայում մեկ Նյու Յորքում 2.79 է գալոնը, գալոն, այսինքն 3.5 լիտր է, 4։ մա 3.750, Հայաստանում 4 ապօրինային ուզում ասեմ, ձեզ ասում են բենզինը էժանացել է, Ամերիկայում 4 լիտր, Նյու Յորքում գիտեք, 2. ես ձեզ ասեմ, Վարդան ջան, բառացիորեն 3 օր առաջ Ռուսաստանի մի արդյունաբերող հայ մարդ, շատ լավ մարդ, խոսում ենք, նա միշտ պտտվում է աշխարհում եւ Ռուսաստանում բնակվում, ամեն 3-4 ամիսը մեկ էլ Հայաստան է գալիս, ասում է Երևանի նման ավելի թանկ քաղաք գոյություն չունի, Մոսկվան գլուխը պատն է տվել, Եվրոպան ասում է բոլոր ապրանքները ահա որ թանկ է, ահա որ Այսինքն ամերիկյան գների մոտիկ գներ են, երբ որ ստեղի աշխատավարձը չես համատի տեղի աշխատավարձի հետ։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի խոսքով մենք շահում ենք։ Ինչ ենք շահում, տղա ջան։ Դու լրիվ ես, քեզ ես գժի տեղ դրել, թե մի ամբողջ ժողովրդի ես գժի տեղ դրել։ Մենք վասալային վիճակում ենք եւ ամբողջ ցավը դրա մեջ է, որ ունենք ղեկավարություն, որ ընդհանրապես այդ օտարներին եւ մեր ավանդական թշնամիներին ոչ ասել բառը չունի։ Ընդհանրապես չունի։ Բոլորին։ Մենք ուրիշ տարբերակ, չէ, ուրիշ ձև պետք է Բացի ձևակերպենք, ոչ ոչ ասելը, վերջի հաշվով երկրի անվտանգությունը հիմնականում կարծես սա բանակի կառուցման հետ է կապված։ Նույնիսկ փոքր երկրները ազգ բանակ համակարգով փոքրիկ Ֆինլանդիան ամբողջ Սովետ միությանը չոքացրեց, քանի տարվա վերածմով չկարողացան վերջի հաշվով Ֆինլանդիայի հախից գալ, որտեղ ինքը ազգ բանակ առաջինն էր Շվեյցարիայից հետո, երբ որ ազգ բանակ համակարգը դրեց Ֆինլանդիայում։ Այսինքն գոնը զսպելու հետ կապված դու պետք է ներսում ոչ թե կրճատես ուրեմն բյուջեի զորքին հասնող պաշտպանության նախարարության բյուջեին գումարը կրճատես կամ եթե չէ 2 տարվա ծառայությունը սարքես 1.5 տարի եւ այլն այլ հակառակը պետք է անես եթե ժամանակ ունես պետք է արագ պատրաստվես ոչ թե պատերազմելու համար այլ արագ պատրաստվես որ հանկարծ եթե իսկ այդ եթե միշտ գալու է որտեղ վասալին երբ որ կարծես ճնշում են չոքացնում են հետո բռնաբարում են, հետո սպանում են։ Այս շարունակականությունը տեսնում ենք, եթե մենք ուղղակի քրոնոլոգիա անենք, թե 20 թվականից սկսած Հայաստանը քայլ առ քայլ, զիջելով առ զիջելով, կորցրելով, իսկ այսօր արդեն Զանգեզուրի միջանցք, այսօր արդեն վաղը չես իմանում ինչ անելու, այսօր ենք մենք խոսում Զանգեզուրի միջանցք։ Իսկ վաղը կարող է խոսանք Երևանը գոնե մի վերցրեք Ես չեմ ասում այդպես է լինելու, բայց ամբողջ հարցը հենա այդ դինամիկան, եղած չեղածը 5-6 տարվա դինամիկայի մասին է խոսքը, հա, զիջման դինամիկան, երբ որ մենք նայում ենք, եթե այս դինամիկան շարունակվի այնպիսի ամպլիտուդայով, ինչպես մենք տեսնում ենք նախքին 5-6 տարվա մեջ է աճ է այդ դինամիկան, ապա դա էլ է հնարավոր։ լավ, ես մի քանի հարց կա, ուղղակի խոսացինք այդ նավթան ու գազամուղի այս տարանցիկությունը, որ հիմա կատարվելու է Ամերիկայի վերահսկողության տակ։ Երկու հարց։ Ուր է Ռուսաստանը, երբ որ ամբողջ էներգետիկան գտնվում է Ռուսաստանի մեջ, մենք միշտ բողոքել ենք, չէ՞, որ Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից։ Հիմա որտեղ է Ռուսաստանը, երբ որ ու պլյուս, երբ որ Փաշինյան Նիկոլն ասում է մենք էներգետիկ համակարգի մեջ պետք է մտնենք Ադրբեջանի հետ։ Էլի ուրա Ռուսաստանը, այսինքն վասալական կախվածությունից Ռուսաստանից հիմա Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ մենք պետք է վասալային կախվածության մեջ լինենք Ադրբեջանից։ Դե ինչու մի բան չեմ ասում։ Գիտեք ինչ, ուզում եք հետ վերադառնանք մոտ 20 տարի։ Ուրեմն Եթե շուտ ենք գալու հա։
Հայաստանին միշտ համոզում են, որ գնա դեպի արևմուտք, այնտեղ փրկություն, հա, ռուսը, որ այդ համաձայն է, բայց միայն կարճասած չի թողում անկախություն, էս են եւ այլ եւ այլ։ Բայց վերջի հաշվով արևմուտքը կողքի Թուրքիան է։ ՆԱՏՕ-ի կազմի մեջ ամերիկյան Արևմուտք չի, արևմուտք, արևմուտքն է։ արևմուտքը մեր Թուրքիան համար Թուրքիան չէ։ Արևմուտքը մեր համար, է։ Վրաստանի համար արևմուտքը եղավ Թուրքիան։ Սենց ասենք, թողենք մեզ։ Վրաստանը իր ուղղությունը փոխեց դեպի արևմտյան քաղաքականություն, ընդ որում իսկապես նրանց էլ չէ, ոչնչացրեցին, գցեցին Աբխազիա բանման վերցրեցին ձեռքից եւ այլ եւ այլ։ Նույն ռուսները ինքը միանգամից բան արել դեմք ուղղեց դեպի արևմուտք։ Հիմա դեմոգրաֆիական վիճակը Վրաստանի ուրեմն հարավ-արևմտյան մասի դեմոգրաֆիական վիճակը սարսափելի է, տնտեսական վիճակը նույնպես։ Թուրքական կառավարությունը 50% տալիս է ամբողջ գումարի 50%-ը, ով որ Վրաստանում բնակարան շենք է առնում, հող է առնում։ Մնացածը վճարում է թուրքական կառավարությունը։ Իսկ եթե դու բիզնես ես բացում, ապա ինքը 100% սուբսիդավորում անում։ Եվ այսպիսով մի քանի 100,000 թուրք ավելացել Վրաստանի։ Ընդհանրապես ասում են 400-ից մինչև 600,000 վերջի այս 20 տարվա մեջ։ Սա դեմոգրաֆիական աղետ է։ Եվ այսօրվա արևմտական այս տղերքը այսօր չեկան, այսօրվա ընդեղի ղեկավարությունը, որ հիմա արևմուտքի ծերես են թեքում։ Ես եկան են վիճակում, որ ախպեր կան կարծես, մենք մեր ինքնությունն ենք կորցնում, վերջն էլ անկախություն ենք կորցնելու։ Այս է պատճառը։ Իրանք կարող չեն կարծես ռուսներին, այդ կոպիտ սապոգին, բայց մյուս կողմից տեսան, որ կարծես այտենց չի, որ գիտես հայկական առածը, հետևը հուր, դիմացը ջուր, հա, այս դարավ։ Ինչու, որովհետև կա հստակ շահերի, հա, խնդիր, ոչ մի բարի քերի գոյություն չունի աշխարհում։ Հիմա ձեր հարցը, իսկ ուր է Ռուսաստանը, ինչ է մտածում։ Կրեմլում հավաքված այդ խումբը իր ղեկավարի հետ, նա քաղաքականապես կարճամիտ եւ անհեռատես մարդ է, առաջինը։ Նրանք ընդհանրապես չունեն, լավ սովետը ինչի փլվեց։ Ստալինից հետո միշտ ախմախներ են նստել այնտեղ։ Ընդ որում Խրուշչովը 7-րդ դասարանի կրթություն չուներ։ Իրա իսկապես։ Հետո գալիս է Բրեժնև, հետո գալիս է Սենց մեկը մեկից միջակություններ ու ախմախներ ոչնչացրեցին։ 1950 Խրուշչովի հողի ռեֆորմից հետո ուրեմն Լենինգրադի ինստիտուտի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուրեմն դասախոսների խումբը հաշվարկեց, որ եթե այս գումարը այսքան շատ են տպում այս թուղթը, որ ինչ-որ բանը պահեն, ապրանքները չկա, փողը կա, փողը չկա, այս իմաստով, ապա Սովետ միությունը կարա փլվի, այս ինչ թվին, գիտես քանի տարի են սխալվի, 2, այսինքն փլվել է 1992 թվին, իրանք տվել էին 1994 թվին, այս բան, այսինքն ինչ եմ ուզում ասել, նույնիսկ ամենավերևի պաշտոնում այսօր Ռուսաստանի Կրեմլում հավաքվածները նայեք մի քանի խելոք մարդկանց քաշեցին առաջ, երբ որ այս իրանց համար այդ սարսափելի իրավիճակ ստեղծվեց, չէ՞ Վարդան ջան, այսինքն սանկցիաները դրվեցին եւ այլ եւ հանգած Միշուստին բերեցին։ Ոչ մի տեղից։ Հա, այնտեղ ինքը նախարարի տեղակալ էր աշխատում, հա, ֆինանսական հարցերով, բայց բերեցին, սարքեցին վարչապետ։ Այլապես այնտեղ արդեն փթած ախմախների հավաքականությունն է։ Եթե չի գալի քրիտիկական կետ, իրանք համար ապրեմենտ կաց ունենան։ Նույնը վերաբերվում է Կովկասի եւ մյուս հանրապետությունների հետ կապված կուրատորները, այդ Կիրիլենկոնը։
Դա է։ Հիմա դուք հարց եք տալիս, ասում են բասենցնից, սա հանգարց զարմացել է, թե այս ոնց, արդեն սատկելու վրա էր, կախաղանի օղակներ, այս տնտեսական ուրեմն բաները, որ վրան դրված է Ռուսաստանի, արդեն ինքը վերջի խրխրոսն էր գալի 6 ամսից մի տարի հետո։ Մեկ է անկար Տրամպը գալիս է, ինքը արդեն հույս ունի, այս քեզ դու ինձ էսի սենսես տակից դուրս գայս պատերազմի ու իր իշխանությունը երկարաձգի պահի սենց Ռուսաստանում։ Վերջի հաշվով Միացյալ Նահանգներին ձեռք չի տալիս Ռուսաստանի 28 կտորի բաժանումը, որովհետև այդ առումով Չինաստանի աշկը լույս լինի։ Ամբողջ այդ հեռավոր արևելքը, որ այսպես թե այնպես վարձակալությամբ իր 2 միլիոն ժողովուրդը, 2 միլիոն ընտանիք, այնտեղ արդեն վերցրել են ու ամբողջ այդ հումքը թալանում վերջի հաշվով, հա, իրանցով կանեն, այդ ժամանակ Միացյալ Նահանգները երբեք Չինաստանին չի կարող հասնել։ Դրա համար իրանց ձեռք չի տալի Ռուսաստանի մասնատումը։ Դա հասկանում եք, համաշխարհային քաղաքականության մեջ սարսափելի մեծ տևտոնական ամպլիտուդա է գալիս։ Էս է պատճառը։ Հա։ Իսկ իրենք որպես այդպիսին, այս վարչակարգը, հա, որ արդեն 25 տարի են նստած, հա, եւ իրան շրջապատել է Իրանից ավելի ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող ուրեմն բյուրոկրատներով, որոնց ամբողջ խնդիրը ինչքան հարստանամ, ինչքան ավելի շքեղ առանձնատուն պալատ սարքեմ եւ այլն, այտենց երկիր չի լինում, այտենց երկիր չի բանարում։ Այմարտ այն Ստալինը որ մեռավ, 3 հատ սապոկ ուներ, մեկն էլ կոչված կիսածակ վիճակում էր։ Նա ասկետ էր, հա, մի շինել, մի հատ չգիտեմ էս ու իր ամբողջ, ասենք ասենք, հաճույքը եւ տառապանքը, որը 12-14 ժամ աշխատելն էր ու բոլորը կոնտրոլի տակ անելը։ Այդ ոչնչացած երկիրը, այն ինչ որ ժառանգություն հասավ իրան, հա, 93% անգրագետ երկիր, 86% ագրարային երկիր, առաջի համաշխարհային պատերազմից ու բոլշևիկներից այդ քաղաքացիական պատերազմ, այդ ամեն ինչից հետո բառացիորեն ինքը իշխանությունը կարողացավ տիրապետել, հա, ուրեմն 1937-38 թվից հետո եւ 27-28 թվից հետո եւ 10-11 տարվա մեջ ամենահզոր երկրորդ հնան ուներ Ամերիկայից հետո 10 տարվա մեջ, ճիշտ է, ամերիկացիները օգնեցին sense եւ այլ տեխնոլոգիայով ինժեներներով սովոր, բայց այդ ամբողջը պետք էր կազմակերպել, չէ, պետք էր վճարել, չէ, պետք էր, այսինքն 10-11 տարվա մեջ ոնց որ ինքը 27 թվի այդ հոդվածում ասում է մենք 50-ից 100 տարի հետ ընկած ենք եվրոպական մի շարք երկրներից եւ էկոնոմիկայով եւ կրթությամբ եւ տեխնոլոգիա ամեն ինչով եւ եթե մենք էդի 10 տարում չկրճատենք թռիչքա ձև, ապա մեզ ոչնչացնելու են, մենք չկանք։ Ինքը կատարեց այդ, կարողացավ։ Այդտեղ խոսքը կա, չէ, ասում է Ստալինը ագրարային ոչնչացած երկիրը վերցրեց եւ կարծես ատոմային ռումբ թողելով հեռացավ։ Ես Ստալինի գովերքողը հանկարծ չնեմ, այդ չի հարցը, բայց խնդիրը հետեւյալն է, պետքա միշտ լավն էլ ասել, վատն էլ։ Այսինքն իշխանության գլխին մի մարդ էր, որը համ ուղեղ ուներ, ճիշտ է, սարսափելի դաժան տիպ էր, բայց գուցե այդ ժամանակներն են դա պահանջում, Վարդան ջան, բայց օրը 12-14 ժամ, նա 4 ժամ էր քնում ընդհանրապես, աշխատանք, ծրագրեր, լավագույն կադրերին գտնում էր շատ ճիշտ ու միանգամից բերում էր, հիշեք Իվան Թևոսյանը 29 տարեկան տղա էր, երբ որ Սև մետալուրգիայի մինիստր դառավ։ Հա, պարոն Արմին, քիչ իրականացնեք, այդքան ինքը լավ մարտիկի հետևյալն եմ, ես ուղղակի զուգահեռ եմ, այսպիսի մեր օրերում նման մարդիկ, ես խոսում եմ
Ռուսաստանի վարչակազմի մասին ենք, չէ՞ Այ։ խոսում։ Նման Վարչակազմի մարդիկ մասին չի չկան, ասում, նման էներգետիկ մարդիկ չկան, որոնք այսօր ամբողջը գնում է սեփական շահը, սեփական հարստությունը, սեփական գրպանը։ Եվ այս պարագայում Ռուսաստանի վերնախավը դա փտած բյուրոկրատական հերու չմտածող աշխարհակական մեծ բան չունեցող կարճատեմ ինչ-որ խնդիրներ փորձել լուծող եւ միշտ սխալվող դրա համար իրանք Կովկասը տանուլ են տվել։ Հիմա նորից կմտնեն, չեն մտնի, այս շատ մեծ հարցեր են, թե կբաժանեն, սրանք խնդիրներ են եւ շատ բարդ խնդիրներ են։ Ու մեր այս հայտարարությունը, որ Հայաստանը դառնում է Ադրբեջանի հետ նույն էներգետիկ համակարգի մեջ է մտնում, սա ինչի է բերելու մեզ։ գիտեք ինչ, երբ որ Նիկոլ Փաշինյանը մի հատ նախադասություն է ասում, միշտ ուշադրություն դարձրեք, ուրեմն ասում է նախորոք նախապատրաստելու համար։ Հետո նոր մեխը կխփվի։ Սա շատ վտանգավոր բան է։ Ինչ էներգետիկ համակարգի մասին է խոսքը, երբ որ մենք կարճ ասած մի հատ ատոմակայան է եղած չեղած են, այդ Թուրքիան անընդհատ նույնն նաև Ադրբեջանը։ Բան անում որ փագեք։ Եթե դա փակվեց, մենք ընդհանրապես էներգիայի, то есть բանը լրիվ բացի այդ վառելիքը, բացի SS, այնտեղ միանգամից են գնում են կախման վիճակի մեջ։ Էսա հարցը։ Հիմա ասում են նույն համակարգի մեջ։ Ինչի մասն է խոսքը։ Սա նշանակում է լրիվ լիարժեք ստրկություն։ Ոչ մի բարի քեռիկ չկա։ Ոչ մի պարտնյոր երկրներ գոյություն չունեն։ Այսօր նույնիսկ Բելարուսն ու Ռուսաստանը իրար այդ պարտնյոր չեն։ Մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ Լուկաշենկոն ոնց է կարճասած սապոն դնում Կրեմլի տիրոջ ոտի տակ ու ամեն դեպքում իր հարցերը լուծում, մի ձեռը միշտ դեպի արևմուտք կամ մի երեսը միշտ ժամանակ առ ժամանակ շուրա դալի դեպի արևմուտք, իր երկրի շահերի հետ կապված։ Այսինքն ինչ պարտներ։ Չկա նման բան։ Քաղաքականության մեջ միշտ կա սեփական երկրի շահերը։ Հիմա մյուս երկրի շահերի հետ դրանք կարող են համընկնել եւ կարող են մի ժամանակ հետո հակադրվել։ Հիմա Ադրբեջանի հետ մենք ընդհանրապես համընկնում չունենք վերջի հաշվով։ Հա։ Նշանակում է, այս հայտարարությունը պետք է հասկանալ, որ ամենավտանգավոր աղետաբեր, հա, տարբերակն է։ Սա արդեն այն ձեր ասած Վարդան ջան, վասալությունից ստրկության անցման համակարգն է։ Որտեւ այսօր ամբողջ աշխարհում, եթե հին դասական մեր տնտեսագիտության ինստիտուտում ասենք դրսից եկել է մեկը, ասում եմ, մենակ մի հատ հարց էր տալի։ Ասում ես, ինչքան էներգիա արտադրում այդ երկիրը, տվյալ երկիրը, կամ սպառում։ Դրանով ինչքան էներգիա է սպառում կամ արտադրում, միանգամից որոշում է, թե ինչքան է նրա հնան, այսինքն հզորությունը, ինչքան է դեմոգրաֆիան, ինչքան է, ինչքան է, այսինքն 2-3 պարամետրերից ամենակարևոր բաղադրիչը, թե տվյալ երկիրը որքան էներգիա արտադրում եւ սպառում, սրանով որոշվում է այդ երկրի հզորությունը կամ անկայությունը կամ կախվածությունը։ Հիմա եթե սրա հետ այս հայտարարությունն անում ես ախմախ, իսկ մենք ընդհանրապես բացի ատոմակայանից էներգակիր փուճուր այդ հեկեր մեկերը մեզ չեն կարող բավարարել։ Ապա դուք պատկերացրեք, թե ինչ վիճակ է դառնալու, այսինքն դու վասալից դառնում ես արդեն ստրուկ կարգավիճակ։ Մեզ դիտողները երևի կհետաքրքրվեն, թե ինչ վիճակում է մեր միասին նախաձեռնությունը, որ դեռ մեկ տարի առաջ սկսել էինք 18-ի դավթի ֆիլմի նկարահանումը, երկու բառով կներկայացնեք ինչ կուրում ենք։ Հա, շուշտ, սիրով, վերջապես լավ թեմայից խոսանք, որտեվ անդադ ներվանանում ենք, անդադ ներվում ենք։ Գիտեք ինչ, մշակույթը ամենամեծ արժեքն է, որը ազգին ազգ է պահում։
ազգային մի շարք ժողովուրդներ, պետություններ հարյուրավոր տարիներով չեն ունեցել պետականություն, բայց իրաց մշակույթի եւ լեզվի զարգացման կամ պահպանման շնորհիվ գոյատևել են։ Դրա համար այս ֆիլմը նույնպես շատ կարևոր է, որովհետեւ երբ որ մենք ասում ենք էպոսի թեմա, դա մեր հին հեթանոսական կրոնն է վերջի հաշվով, դա դիցապատում է, այսինքն ինչպես տիեզերքը կառուցեցին աստվածները, բանվան սրա մասին է մեր էպոսը։ Եվ ոչ թե ազգային ազատագրական պատերազմ, հարաբներ եւ այլն, դա հետո վերևի շղարշն է նստել էլի հիմքում այդ նախ հնդեվրոպական, հա, կրոնադիցաբանական աշխարհայացքն է համակարգ։ Հիմա ձեր հարցին պատասխանեմ հետեւյալը, որ ամենակարևորը դե պետք է առաջի ճյուղը երկորյակ աստվածներն են, չէ՞, Սանասար Բաղդասարը կամ նրանց ալտերնատիվ անունը կոչվում է Անդրամելեկ եւ Անամելեկ։ Հիմա այս երկու դերասաններին ես գտա, երկու աղբեր են, մեկը 2 մետր 3 սանտիմետր, մեկը 1.90 է, երկուսն էլ էսպես բան ու շատ հոյակապ դեմքերով, երբ որ ես տեսա, ասեցի, հեսա գտա, ոբշն ֆոտո արեցի, հետները խոսեցի բանման այդ իրա հերթին, ուրեմն այնտեղ մի շարք տեսա, հա ծովինարին գտա, այսինքն էպոսի մեջ ասում է ծովինարը 14 օրեկան լուսնյակի կնմաներ, ճանճ որ կանգներ ճակտին գեղեցկությունից ուշը կընկներ կերտար կընկներ 7 կողը կջարդեր ցուցադալ թե որ աստեղատան կախված էլ այսինքն ով ասեն եկել դրանք հիմա ժամանակ չկա բացելու այդ երեխուն տեսա մեր Կարո Չալիկյանը ստանը իր հոգեզավակ ուրեմն շատ լավ տղա է Սամվելի աղջիկներ սենց խոսում ենք բան ես երեխեն եկավ բանման, բարև ձեզ սենց եւ այլն, մեկ է սենց Վարդան, բարես բուն իմաստով մեր մանրանկարչության այս կերպարներից սենց թշիկներով ունքեր այսպես բանում, սենց մի հատ երեխա, մի հատ արևիկ դուս եկավ դեմս, ասի հələ մի րոպե, ասի դու ծովինարն ես, չէ ասում ես Անին եմ, ասում դու չես իմանամ դու ծովինար, հիմա շուրեկը Սամվելին ասում լսի, ես չի պատկերացնում, ուրեմն ես գնացել եմ ինստիտուտ, այդքան հեշտ չէ, էլի կինո կոչվածը, մեր Ռոդոլֆ Խառատյանի անվանի բալետմեյստերը ինձ ասեց, արի ինստիտուտ, այդ սաղ աղջիկներին շարեմ դու մեջից ջոգի, գնացել եմ մի 30-ից ավել, հա, մեկի աշկերը լավն են, քիթը լավը չի, մեկի եւ այլն, կամ թե չէ կարծես ստեղից հանածա, կամ շատ դժվար։ Ու մեկ է հանկարծ պատահաբար Վարդան ջան տենում ես իսկականից մի հատ 15 տարեկան ծովինար է դեմդ գալիս, որը համապատասխանում է եւ այդ մանրանկարչության մեջի կերպարներին։ Եվ ուրեմն էպոսի մեջ, որ ասում է 14 օրեկան, այսինքն 14 տարեկան էլ էս լուսնյակի կնմանել։ Արևին կասել դու մի էլի ես կելնեմ բանսես, փոքր շատ սիրուն կա էպոսի։ Եվս մի շարք դերասաններ եմ գտել, ինչպես նաև Facebook-ից եմ տեսել, այս քանի օրը երևի մի 3 օրից պետք է հայտարարություն դնեմ, որ լրացուցիչ ուրեմն բաներ իրաց նկարները ուղարկեն, դա ավելի էֆեկտիվ ալում, քան թե միտեղ կանչես, նայես, խոսացնես, բան նկարը գոնե տեսնում ես արդեն սելեկցիա ես անում, հետո նոր հանդիպում ես, հա։ Սա պետք է անեմ։ Շատ բաներ, շորերն են կարծես կարվում, մոտորապես երեք չառաջ օրը ես Տիգրանին այդ 10 սաղավարտի ուրեմն այդ 4 հատ գավազանի գլուխները այնտեղ ուրեմն պատվանդանա, սեղանա, պիտույքներ մոտ 25 անուն հա բաներ պետք է սարքվի այդ պլաստմասից, որ հետո գիտես ներքումա բրոնզա դառնում էլի, որ այդ նկարարման պետք է նաև ուրեմն արհեստական ինտելեկտի հետ կապված մեր ընկերը Լոս Անջելեսի Կարտակ Սևադան հետը խոսեցի, ասեց կարծես ես այդ առումով կանեմ, հա, մի քանի բաներ ուղարկեց, նախ շատ ճաշակով հետաքրքիր արվեստագետը, ինքն էլ է միացած ֆիլմին, հա, Ինչքան ժամանակ
ֆիլմը գոնե ասենք մեկ մաս ունենանք։ Ինչքան Մենք ժամանակ պետք։ Վարդան ջան, ինձ թվում է մենք մաքսիմումը ամառվա սկիզբը կարանք կինոթատրոն մտցնենք, ասենց Ո, ասեմ։ շատ լավ։ Իսկ Ես ովքեր դեռ չեն դիտել, ես ուղղակի կոչ գիտես մի քանի ասեմ էլի, մի քանի տեսարաններ կան Վարդան ջան, որ նկարել է ուզում դրսում, Հմ, հմ, ասենք լեռան վրա, քարանձավի մեջ, այս ցրտին ընդեղ դերասան չես կարող տանես, էլի։ Դա sense մոմենտներ կա, որ սպասում եմ մի քիչ տաքանա։ Եվ մեկ էլ այդ շորեր ու այդ պիտույքները սարքելն է երկար տեղում։ Ինչ վերաբերում է սցենարին, բոլորը կոնտրոլ արած, բոլորը իրար հետ փոխհամաձայնացված։ Հիմա պարողների հետ գնացի հանդիպել եմ, ինձ պետք էր առնվազն մինիմում 1.80-85 բոյով 12 հատ տղա, որ դու կճարես։ հմ, Ես եմ դու ես։ Ընդ որում հանել դեմքերը հետաքրքիր բաններ։ Քանի տեղ պետք է գնաս, քանի օքեյ հետ պետք է խոսաս, քանի մի խոսքով ոնց որ թե ճարվեց։ Հասկանում ես, հա։ 4 հոգու հետ հանդիպեցի ու հետները խոսացինք, որ իրանց ընկեր իրանք հիշողությամբ, էս էլ պարողներ են պրոֆեսիոնալ։ Ինձ պարող տղեր կա պետք, ոչ թե կարծես միայն բոյով, որոնք պրոֆեսիոնալ ազգագրական պար են կարողանում ապրել։ Եվ այդ խմբերը, որ նայում ես, կամ կոլոտ են, կամ պուճուր են, կամ է կարծեսած ազգագրական չեն ապրում, արդեն էկլեկտիկա է մցրած, գիտես, ժողովրդական պարը եւ ազգագրականը, մաքուր ազգագրականը Գագիկ Գինոսյանինն էր, բայց իր մոտի երեխեք աղջիկները լավ են, տղերքը մի քանի շատ լավեր եկա, մի քանիսը կոլոտ, փորով, պարման։ Հասկանում ես, այդ 12 հատ տենց տղամարդ սարսափելի մեծ ծախս է դրանց հագուստա, պատկերացնում ես զինվորական հագուստները։ Շլեմա, զրահաբաշխոնա, շորա, կոշիկա, վահանա, թուրա, ստեղես, մանշետնե, ամեն մեկը տենց, մեկ-մեկ էլ ասում եմ, սեղ կրճատումներ անեմ, ես չեմ ձգի, ես էլ իրա հերթին, Վարդան ջան, որտեվ իսկապես բանի մեջ ես եմ գնում։ Բայց դրանք բոլորը ժամանակ են ուտում, համենայն դեպս ես որ ասեցի, ինձ թվում է հնարավոր է տեղավորվել իմ ասած ժամկետում, այսինքն գուցե հունիս կամ հուլիս ամսին արդեն գանք Լոս Անջելես ցուցադրենք քո հետ միասին։ Սիրով, ես էլ Նյու Յորքից գամ Լոս Անջելես, դուք մենակ արեք։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Դե ես էլ խորհուրդ եմ տալի եւ կոչեմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ չեն դիտել առաջի ֆիլմը, որը կոչվում է Մեհերի դռան առեղծվածը, անպայման նայեք, որովհետեւ դրանից ձեր ինքնաճանաչման մեջ լավ դրական տեղաշարժեր կլինեն անպայման եւ այլ ձև կսկսենք նայել ինքներս մեզ անկախ այսօրվա դժվարություններից։ Շնորհակալություն, պարոն Արմին, Իրոք, ավելացնի բան ունեք։ չէ, Եղավ, շնորհակալություն, լավ մնացեք։ իրոք, նմանապես, Հաջող աջողություն։